Դատարանի վճռով Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում անկախության 1:41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտ արկված կադաստրային արժեքը 10 միլիոն դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարեշի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի մի շարք բարձր պաշտոնյաներ՝ Սեդրիկ Պերենը, Ժիլբեր Լյուկ Դևյանզը եւ Ալեն Կադեկը։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության զարգացման ընթացքն ու առաջիկա քայլերն ընդգծելով գործակցության դինամիկ զարգացումը բոլոր հիմնական ոլորտներում։ Քննարկվել է նաև Հարավային Կովկասի զարգացումների եւ խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության եւ հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Հանդիպման ավարտին նախարարը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Սենատին եւ Ժերար Լարեշին հայ-ֆրանսիական բարեկամությանն ու բացառիկ հարաբերությունների ամրապնդմանը ցուցաբերած անշեղ աջակցման համար։ Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակում, որ անցկացվել է, եկել է խաղաղության ժամանակը խորագրի ներքո, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը ի նպաստ խաղաղության եւ անվտանգության պանելային քննարկմանը։ Իր խոսքում նախարարը նշել է, որ ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը ոչ միայն թվերի, այլև մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին է հիմնված հավասար հնարավորությունների։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գենդերային հավասարության եւ կանանց զորացման կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բախուսի հետ։ Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր, անդրադառնալով նաեւ այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող խելերին։ Երկուստեք ընդգծվել է հետհակամարտային պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման եւ խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։ Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարբադ քաղաքում կայացել է Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցություններ երկկողմ գործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Կողմերը քննարկել են 2025 թվականի գործակցության ծրագրերի իրականացման ընթացքը, ընդգծել նոր ուղղությունների ներառման անհրաժեշտությունը, նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է 26 թվականի գործակցության ծրագիրը, որը ներառում է բարձր մակարդակի այցեր, ռազմական կրթություն, ռազմատեխնիկական գործակցություն, վարժանքներ եւ փորձի փոխանակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում կմասնակցի մանամայի երկխոսություն 2025 համաժողովին։ Այն կազմակերպում է Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։ Իսկ Գրիգորյանը նոյեմբերի 2-ից 3-ը կգործուղվի Բելգիա, որտեղ կմասնակցի Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծին նվիրված համաժողովին։ Խաղաղության խաչմերուկին նվիրված համաժողովի կազմակերպիչը Rasmussen Global Consulting Apps ընկերությունն է։ Իջևան Շամշադին ավտոճանապարհի Տավուշի բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակվում են անցնել համապատասխան հետազոտություններ։ Մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Հիշեցնենք, առավոտյան 8:30-ին Իջևան Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են Mercedes Մակնիշի ավտոմեքենան եւ Hyundai Մակնիշի ավտոբուսը, վթարի հետևանքով տուժել է 11 հոգի։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի Հանրապետության Ֆեդերացիան։ Հայաստանի մյուս ներկայացուցիչը Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 4-րդն է։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչը։ Ուկրաինայի հյուսիսում երկաթուղային կայարանում 4 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել, երբ 23-ամյա տղամարդը փաստաթղթերի ստուգման ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրել։ Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները ստուգում էին դիզելային գնացքի ուղևորների փաստաթղթերը։ Այդ պահին նրանցից մեկը հարթակում պայթուցիկ սարք է հանել, այնուհետև պայթեցրել է։ Հաղորդում է ազգային ոստիկանությունը, հավելելով, որ հանցագործը սպանվածների թվում է։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ այսպես ասված պայթուցիկ սարքը նռնակ է եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Բուդապեշտի հանդիպման վերաբերյալ, նշել Սպիտակ տան ղեկավարը հավանաբար նկատի է ունեցել, որ հանդիպումը հետաձգվում է։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով սխալ կլիներ միջոցառմանը մոտենալ առանց նախապատրաստվելու։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է երկխոսության շարունակմանը։ Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ եթե ուկրաինական կողմը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի շատ լուրջ, եթե ոչ շշմեցնող։
Խերսոնում հոկտեմբերի 24-ի առավոտյան ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 1 մարդ, առնվազն 16, այդ թվում դեռահաս վիրավորվել է, հայտնում է մարզային ռազմական վարչակազմը։ Հաղորդվում է, որ լուսաբացին ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրովյան շրջանում։ Հրետակոծության է ենթարկվել նաև Խերսոնի Կորաբլենի շրջանը։ Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի խոսքով նախորդ օրվա ընթացքում Խերսոնի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 9 վիրավորվել։